Սոնա ջան, բաբա ջան, արի տուն երթանք։ Մամ, խնդրում եմ, էլի։ Խնդրում եմ, վստահի ինձ, ես գիտեմ ինչ եմ անում։ Զոքանչ, արի կլինի ես քեզ չնեղացնեմ, որտեվ ես չեմ ուզում քեզ նեղացնել։ Իմ կինը իմ հետ է գալու։ Դու իմ աղջկաս ուղեղի կերերես։ Կերերես իմ աղջկաս ուղեղը, Սոնա ինչի։ Սոնա, Սոնա իմ մոր աղջիկ, Սոնա։ Սոնա։ Արի։ Մեր վկան խոսել է։ Էվա։ Մեր միակ վկան։ Ռեստորանում նստած անձը, որ լսել է։ Ռեստորանում նստած անձը լսել է Ալեքսի եւ իր ընկերոջ խոսակցությունը։ Տեսախցիկների ձայնագրությունը բար առ բար համընկնում է ցուցմունքի հետ։ Դե արի գլուխ ջարդի այս աչքները մցնես, պարզա։ Ինքան բարձը։ Ոնց որ ֆեյք ամուսնությունը եւ FBI էջենտին կաշառելը։ Այդ անհնար է։ Ալեքսը նստելու է։ Այս ամենը ապացուցում է FBI-ին, որ ինքը այս փորձերը արել է, որ խուսափի մեղքից։ Չգիտակցված քայլերը տանում են բարդ իրավիճակների։ Ռուբիկ, Մամ, քնած ա։ դու էիր ասել որտեղ է Սոնան։ Դու էիր Ալեքսին ասել որ որտեղ է ինքը, ասա։ Մամ, ես Ալեքսին չեմ կանչել, բայց շատ ուրախ եմ, որ Ալեքսը եկել է Սոնայի հետևից։ Հեյ, բաբա, կարող ես ինձ բացատրես որտեղ է այստեղ քո ուրախությունը։ Մամ, Սոնան Ալեքսին սիրում է։ Նայիր, ինչպես կարող է սիրի ուրիշի ամուսնուն։ Մամ, Ալեքսը Սոնայի ամուսինն է, ու դու այդ լավ գիտես։ Այ, պապետ որ իմացել է, իմանում ես ինչ կանի, իմանում ես, գիտես ինչ կելնի վերջը, Ռուբիկ։ Գնալիս։ Մամայից նեղացրի։ Ես էլ եմ ինձ վատ զգում, այս ամենը սենց պետքա չլիներ։ Շատ բան պիտի սենց չլիներ։ Մտածում եմ կկարգավորվի, բայց ավելի ու ավելի է խճճվում, վերջը չի երևում։ Վերջը։ Ալեքս, էլի բան կա։ Եթե էլի բան կա, խնդրում եմ մի անգամից ասա։ Կարող են ստացվի, որ որոշ ժամանակով ես նստեմ։ Ոնց բողոքելա քո դեմ, Էվան ցուցմունք ա տվել քո դեմ։ Էվան բար չի ասել։ Բա ինչի՞ց ես ենթադրում, որ պիտի նստես։ Ես չեմ ասում հաստատ, ասում եմ կարող է։ Փաստաբանս այդ գործերով զբաղվում է։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու պատրաստ լինես, կարող է։ Ալեքս, ես դրան չեմ դիմանա, ես դրան պատրաստ չեմ, ես երբեք դրան պատրաստ չեմ լինի։ Խնդրում եմ, ասա, որ նման բան չի լինի, ասա, որ կարդարացնեն քեզ։ Դու Ուր ենք գնում։ Տուն։ Չեմ ուզում տուն գնանք, խնդրում եմ էլի, ես ինձ լավ չեմ զգում, սիրտս պայթում է, կլինի տուն չգնանք։ Մի տարելի ինձ տուն։ Ամեն ինչ լավ կլինի։ Ինչքան հեշտ ես խոսում։ Ինչ ա եղել, ինչ ես անում ստեղ։ Չգիտեմ, ամեն ինչ խառնվել է իրար։ Ուղեղս էլ չի աշխատում, Ալեքսի գործերը տենց, Նատալին հեսա հերը կտանի։ Դու էլի Նատալիի դարդն ես։ Սիրում եմ։ Արա աղբոր պես էլի։ Աղբոր պես։ Այսինքն աղբորպես, ինչի՞ց է, որ իմ զգացմունքները ոչ մեկիդ համար կարևոր չեն։ Դավ դու հասկանում ես, որ Ալեքսին կարան ամեն վարքյան փակեն։ Ապա ես քեզ ամենայն լրջությամբ եմ ասում այս ամեն ինչը։ Հա, բայց ես էլ իմ կյանքի սերն եմ կորցնում, չէ՞։ Չէ, դու ունակ ես հասկանալու։ Ապա Ալեքսին կարան փակեն ու շատ երկար ժամանակով։ Դու եկել ես տեղ ասում ես Նատալի։ Բա որ տարան Թեհրան։ Է տանում են տանեն, տոմսը կառնես կթռնես։ Ախ, պետք է նենց անել, որ ինքը մնա, ոչ թե մենք գնանք։ Աղբերական էլի։ Կլինի դու այդած տունու քնես, դու մենակ էդ ես կարում լավ անես։ Գնա։
որpիսի դուք չզգաք դիսկոմֆորտ։ Թոթրակ իրավաբանական ծառայություններ եւ խորհրդատվություն։ Ձեր հարմարավետությունն ու անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթ է։ Զանգեք հիմա 888 980 8081 կամ այցելեք Dinstar Collision Center։ Վստահելություն, արագություն եւ գերազանց սպասարկում։ Նոր տարին ենթադրում է նոր կյանք, նոր ձեռքբերումներ ու նաև նոր երիտասարդ տեսք։ Ու առաջին բանը առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երբ կա Կուրուքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու՞ չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Coolux։ Դուք նորից երիտասարդ եք։ Skinnovate Med Spa-ում քեզ սպասում են ամենատրենդային բյութի ծառայությունները՝ Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal, laser facials, ու նաև lymphatic drainage massage dry sauna-ով։ Մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Innovation that touches your skin։ Զանգահարիր հիմա 818 220 0220։ Ավելի քան 30 տարվա փորձառությամբ Եղնիկ ռեստորանը հրավիրում է ձեր բոլոր առիթներն անցկացնել մեր գողտրիկ անկյունում։ Մենք մատուցում ենք նաև քեթրինգ ծառայություն։ Մեր գները անհամեմատչած են շուկայականից։ Մեր տեղը անփոփոխ է 13 108 Sherman Way։ Զանգահարեք հենց հիմա 818 765 1401 հեռախոսահամարով եւ մենք ձեր օրը կդարձնենք գիշարշա։ Ապրիլի 18-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արամեի մենահամերգը։ Ամենասիրված հին ու նոր հիթեր դարձած երգերի կատարմամբ։ Շտապեք այցելել armticket.com եւ ամրագրել ձեր տեղերը։ Բաց մի թողեք բացառիկ համերգային այս ծրագրին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք ապրիլի 18-ին բոլորի կողմից սիրված Ակվակալենտեում։ Խոսեցիր երեխու հետ։ Չէ։ Արդեն սուլան հանգստանալ։ Զանգում չի վերցնում։ Անջատում է։ Ոյ լավ էլի վերջացրու։ Մի ասա տենց բաներ։ Հա։ Հա, մամ ջան։ Բալես։ Դուրից։ Դուր։ Ասա տղես, տեսու ես։ Կգամ էլի։ Տեսար լոյերից։ Հա, տեսա։ Հետո նորմալ է ամեն ինչ։ Պապ ջան, նորմալ կլինի, մի մտած։ Մի հատ հարցրու։ Սոնային տեսել ա։ Սոնային տեսել ես։ Սոնոն հետս է, Սոնային գնացի դանստենից բերեցի։ Դե դու խոսա Սոնայի հետ։ Ու արի։ Չեն քնում, քեզ ենք սպասում։ Չէ, դու քնեք, իսկ մի սպասեք։ Կարան քնենք։ Լավ, պապ ջան։ Ինչ ես ինձ տեղ բերել։ Հիշում ես ինչ տեղը։ Հա։ Առաջին անգամ այստեղ ենք համբուրվել։ Էս իմ ու քո կյանքում ուրիշ նշանակություն ունի։ Մեր հարաբերությունները ստեղից են սկսել, հիշում ես։ Հա, ոնց չեմ հիշում։ Ես պատրաստ եի քեզ սպանել։ Ու արի մոռանանք ամեն ինչ։ Պրոբլեմները, մարդկանց, բոլորին արի մոռանանք։ Քո գրկում ես ամեն ինչի մասին եմ մոռանում։
Ու այդ շատ վատ է։ Ու այդ շատ լավ է։ Չէ։ Դու իմ ուղեղը թմրեցնում ես, ես իմ մտածելու կարողությունը կորցնում եմ։ Նորմալ է։ Այնքան էլ չէ, դու հələ խոսում ես։ Իջնենք։ Մամ, լավ էլի։ Ախր ինչ լավ էլի։ Ինչ լավ էլի, մա պապետ արթնացավ, ես ինչ եմ ասելու։ Այդ մարդը գլխացավ է բռնելու։ Իմանում ես այդ մարդու ողջ դուք ուզում եք թաղեք երկու քուր։ Մամ ջան, Սոնան կգա, ամեն ինչ կբացատրի։ Գա։ Սոնան գա։ Ահա Սոնան մեզ թողեց գնաց։ Թողեց գնաց մեզ Սոնան։ Գիտես ինչ։ Ավելի լավ։ Ինչ լավ, բաբախր դու չես իմանում, որ Մամ ջան, ես էլ ոչ ոք չեմ ուզում լսեմ, ես գնում եմ քնելու, հա, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ռուբիկ, ինչ պատասխան բաբա պիտի տամի մեզ Ռուբիկին։ Ես վերջացրի իմ աշխատանքը։ Դու իրոք լավ աշխատանք ես կատարել։ Ես իմ գործն եմ արել։ Մենակ մի բանի վրա եմ զարմանում։ Ինչի վրա ես զարմանում։ Դու քո հայրենակցին ես դատարան ուղարկում։ Իմ հայրենակիցն է օրենքը խախտել։ Ու ամենից շատ դա է ինձ ունից հանում, որ իրանք մեր անունի հետ են խաղում։ Ալեքս Արամյանի գործը ես ուսումնասիրել եմ։ Ու շատ հարցեր կան։ Դե դա էլ ձեր քննելու գործն է։ Ես ապացուցել եմ, որ ֆիկտիվ ամուսնացել։ Ապացուցել եմ նաև, որ վկան իր հետ բացարձակ կապ չունի։ Մի շաբաթից դատն է, դատարանը կորոշի։ Ես առաջի շարքում եմ լինելու նստած։ Բարի գիշեր։ Երկար ես մնալու։ Պատրաստվել է պետք։ Շատ պատրաստվել է պետք։ Գոնե գնա տուն հանգստացի մի քիչ։ Մինչև լուծում չգտնենք, չեմ կարող հանգստանալ։ Մարդու կյանքի հետ գործ ունենք։ Այդ մարդը քայլ արելուց առաջ պետք է մտածեր։ Դե եթե քայլն անելուց առաջ ամեն մարդ մտածի, մեր մասնագիտությունն էլ կվերանա։ Էդ էլ կա։ Դու գնա հանգստացի, ես դեռ շատ պետք է աշխատեմ։ Բարի գիշեր։ Երկար չմնաս։ Կփորձեմ, բարի գիշեր։ Ինչ անեմ, զանգեմ Նատալին, թե մնա առավոտ։ Ալեքսն է։ Չէ, ներկայացուցիչը։ Ինչ էի ասում։ Ավելի շուտ զանգես, քան մենք տեղը չհարժեցինք։ Չեմ պատասխանելու։ Վատ ես դու։ Միացրու հեռախոսը ու դիր բարձրախոսի վրա։ Ալո։ Ինովա։ Ասեմ, թե հասկացարովա։ Ուր ես դու։ Տեղը տասա, մենք պետք է խոսանք։ Ինչի մասին։ Որ ասեմ իմ ու քո ապագայի մասին, չես հավատա։ Ճիշտ է, որովհետև դրա համար մի քիչ շուտ է։ Լսի ումնիկ, քիչ գլուխ հարթուկի։ Ալեքսն է ասել, որ զանգես։ Դև դու ես, էվուկ ես, սիրուն ես, ուշիկ ես, քրոջը քիչ լսի, եղավ։ Ոնց անենք ես ու դու իրար հետ խոսանք, նորմալ, մաղթավարի, առանձին։ Լսի արդեն ոնց որ թե։ Դու հիմա ուր ես տեղը տասա։ Քրոջս ավտոյի մեջ։ Ահա։ Այ որ խելոք լինես, կարաս իմ ավտոյի մեջ լինես։ Չէ։ Բայց քեզ ով է ինչ որ բան հարցնում, այ դև։
Dentallux-ը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Dentallux միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաև գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար, իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարևոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentallux, ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն, ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք, Dentallux, գերարդիական կլինիկա, 818 418 5555 Համայնքում մեծ ճանաչում վայելող Փախլավա ֆակտորին շարունակում է անակնկալներ մատուցել ու զարմացնել իր հաճախորդներին։ Լիբանանյան անուշահամ քաղցրավենիքները, պատրաստված հատուկ լիբանանյան բաղադրատոմսերով, ոչ միայն հայտնի են համայնքում, այլ նաև սիրված ու արդեն իսկ շուկայում իր տեղը զբաղեցրած։ Բազմազան տեսականի անուշահամ քաղցրավենիքներ, անգամ դիաբետիկ մարդկանց համար նախատեսված անուշեղեն։ Իսկ այս ամենը կարող եք ձեռք բերել Glendale, Encino, ինչպես նաև North Hollywood քաղաքներում։ Փախլավա ֆակտորի, նվիրեք ձեր սիրելիներին մի բուր քաղցրություն։ Our Family Market. Welcome to Our Family Market. Ձեր ընտանեկան խանութը, որտեղ գները մաչերին, սպասարկումը հաճելի, իսկ մթերքները թարմ ու սննդարար, թարմ ու բարձրակ մսամթերք, կատնամթերք, ընդեղեն, մրգեր ու բանջարեղեն, լավագույն գներ եւ ջերմ ընկերական սպասարկում, տեղում պատրաստվող սննդամթերք, ջուֆտա, բլինչի, սալատների տեսականի, ճաշեր ու անուշահամ խմորեղեններ, առաքում ու հաճելի սպասարկում։ Our Family Market, երբ գնումները հաճելի են ու անչափ համեղ, հիշեք այս անունը, Our Family Market, զանգահարեք, պատվիրեք, այցելեք մեզ ու դարձեք մեր ընտանիքի անդամը։ Lebrand, անմահական խոհանոց, նորաբորջ ու նրբահամ ուտեստներ, ծովամթերքների հարուստ ընտրամի, յուրահատուկ համ եւ գեղեցիկ մթնոլորտ, ջերմ ու արագ սպասարկում, կենդանի երաժշտություն եւ անզուգական բենդ, որը ձեր օրը կդարձնի անմոռանալի։ Իսկ եթե ունեք գործնական կամ բիզնես հանդիպումներ, կարող եք այն կազմակերպել մեր բարձրօթյա սրահում կամ առանձնանալ VIP սրահում։ Ունեք առիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Lebrand, երբ հաշվի առնվում յուրաքանչյուր մանրուք։ Lebrand, համին ոճի ներդաշնակություն։ Ալո։ Հոգնած չէիր։ Չէ, Հարմարա խոսանք։ ճիշտ ասած, ես էլ եմ ուզում քո հետ խոսել։ Ինչի մասին։ Ալեքսի գործերը շատ վատ են։ Ամեն ինչ լավ կլինի։ Փաստորեն ամեն ինչ այդքան վատ է։ Լավ կլինի, ասեցի։ Ալեքսը ոչ մի վատ բան չի արել։ Ուղղակի վատ մարդիկ կան, իրանք կարողանում են խնդիրներ ստեղծեն մեր համար։ Ես գիտեմ, որ Ալեքսը ոչ մի բան չի արել, բայց փաստերը իր դեմ են։ Արի կլինի դու տենց բաների մասին մի մտածի, Նատալի ջան։ Ալեքսը լավ փաստաբան ունի։ Մենք կանք, ու հետո մենք ամեն ինչ կանենք, որ ինքը իր չարած բանի համար չգնա նստի։ Իսկ ես կարամ մի բանով օգնեմ։ Կարաս։ Ինչա պետք անել։ Դու մենակ ասա։ Առավոտ կհանդիպենք կասեմ։ Լավ։ Քանիսին։ Ես գործի եմ։ Ուրեմն ես կգամ։ Չէ, չգաս։ Ես կզանգեմ, մենք դուրսը կհանդիպենք։ Լավ։ Դե բարի գիշեր քեզ։ Արագ ասա, մենք շտապում ենք։ Ալո։ Մորքուջա խշում ես, չի լսվում։ Էվա ջան, ստե մի քիչ հարմար չի։ Իջին նստենք իմ մեքենայով գնանք խոսանք, հա։ Չէ։
Իչի Եվա ջան։ Ասեցի չէ։ Խշում է, չի լսվում։ Իչի Եվա ջան։ Սուսիկ սպասի, ես հեսա կգամ։ Դու չես գնալու։ Եթե Ալեքսը բան ունի ասել է, թող ինքը գա։ Խոսում եմ, քեզ հետ եմ։ Բայց քեզ ով է լսում, դու շատ ես խոսում, այ դերվիշ բաբա։ Կյանք ես։ Ալեքս, նենց եմ վախենում։ Չեմ ուզում մեր հարաբերությունները փչանան։ Երբ ա դատդ։ Մի շաբաթից։ Ամեն ինչ լավ կլինի կյանքս, մի մտածի, հա։ Բայց դու էլ գիտես, չէ՞, որ կարող ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես մենք ենք պատկերացնում։ Ուզում եմ, որ դու ամեն ինչ պատրաստ լինես։ Նորից եմ ասում, ես ոչ մի բան չեմ արել, ոչ մի հանցանք չեմ գործել։ Իմ միակ հանցանքը այնա, որ ես ամուսնացել եմ Էվայի հետ։ Այն էլ պահի տակ սխալ որոշում էր։ Դու գալիս էիր։ Պիտի վստահ լինեի, որ իմ հարսանիքը ոչ մեկ չէր արել։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում։ Ու եթե դատական գործը սխալ ընթացք ունեցավ, ու նենց ստացվեց, որ ես բանտում հայտնվեցի։ Ինչ։ Հայտնվես բանտում։ Ալեքս, ինչ ես ուզում դրանով ասել։ Որ ես քեզ թողնեմ։ Չգիտեմ թե ինչ կլինի, չգիտեմ թե ինձ ինչ է սպասում, հասկանում ես։ Ամեն ինչ այնքան է խառնվել, որ ես չգիտեմ վաղը ինչ անել։ Լսի, ես գիտեմ։ Վաղն էլ, մյուս օրն էլ ու հավերժ։ Ես քո հետ եմ լինելու քո կողքին։ Քեզ չեմ թողնելու։ Ինչ էլ որ լինի։ Գիտես ես ինչ է իմ համար։ Այն ինչ որ ասում ես։ Ես սիրում եմ քեզ։ Ու միշտ եմ սիրելու։ Անկախ ամեն ինչից։ Ես պատրաստ եմ ավելի վատ իրավիճակներ հաղթահարել։ Իսկ ես ուզում եմ մեղրամիսս վայելել իմ ամուսնու հետ։ Կլինի։ Այդ օրը կգա։ Գնանք դու։ Լովելի, մենակ թե տուն չգնանք։ Ձերոնք տանն են, լիքը հարցեր են ինձ տալու։ Կլինի գնանք այնպիսի տեղ, որտեղ մենակ ես ու դու կլինենք։ Լավ։ Քրոջը կյանքում փոփոխություն է պետք մտցնել։ Ինչ։ Ոնց անենք մի քիչ իր կյանքում փոփոխություն էլի, որ քիթը չխոթի ուրիշի գործերի մեջ։ Կասես ինչի համար ես այդտեղ, ինչ ես ուզում ինձանից։ Եկել եմ, որովհետև ուզում եմ քեզ տեսնեմ։ Ինչի համար։ Նավսյակի չեմ կարա։ Չէ, չես կարա։ Իսկ եթե ավելի կոնկրետ հարցս տամ, Ալեքսն է քեզ ասել, որ գաս իր այրեսը չի բռնում։ Որ ճիշտ ասեմ, իմ երեսը չի բռնում։ Ես այնքան վատ եմ զգում ինձ, որտեվ ընկերոջս փողն եմ տվել։ Պարզա։ Ու հիմա Ալեքսը վախեցած է։ Ալեքսը վախեցած չի, Ալեքսը կատաղած է։ Ու դա շատ վտանգավոր է, շատ լուրջ է։ Եկել ես այդ ասես։ Որոշել ես վախացնես ինձ։ Չէ, եկել եմ ուրիշ բան ասեմ։ Դու ինչի ինչ ես նկատում։ Ինչ ես անում, գժվեցիր։ Ես դժվում եմ, որ դու այսքան քող ես։ Մի գնա, լսի ինչ եմ ասում։ Նայ, մեկին դու ես ուզում, ինքը ուրիշին է ուզում, մյուսին էլ դու չես ուզում, բայց այդ մեկն է մեռնում հա քո համար։ Գիտես ինձ էլ թվում էր լուրջ բան ես ասելու։ Ես քեզ սիրում եմ։ Ես էլ քեզ չեմ սիրում։ Սիրում ես։ Ուղղակի հələ այդտեղ չենք հասել։ Ինչ եք այդքան երկար խոսում։ Քո միակ թերությունը քո քուրը տա։ Ինքը որ չլի քո կյանքում ամեն ինչ լավ կլինի։ Ապուշ։ Գնայ դև։ Այս քո վերջին հնարավորությունն է մտածի։ Այս կյանքում ամեն ինչ շատ արագ է փոխվում, իմացի։
Մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Բոլոր ժամանակների ամենասիրված հիթեր դարձած հին ու նոր երգերի կատարմամբ։ Ակվակալենտեի շքեղ համերգասրահի բեմում կլինի Արկադի Դումիկյանը։ Շտապեք այցելել հենց հիմա rmtickets.com տոմսերը ամրագրելու համար, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Հանդիպում ենք մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում։ Ավելի քան 23 տարվա փորձառությամբ անշարժ գույքի մասնագետ Արմինե Սոլակյանը ձեզ կօգնի ձեռք բերել բնակարան շուկայի լավագույն արժեքներով։ Նրա հմուտ թիմը կերաշխավորի կարճ ժամանակահատվածում ձեր իսկ երազած բնակարանի ձեռքբերումը առանց ավելորդ մտահոգությունների։ Վստահեք Արմինե Սոլակյանին, ձեր ապագայի ամենամեծ ներդրում։ Մարինա Սամսոնը դաշնային քրեական գործերով փաստաբան է, իրավունքի պրոֆեսոր, ԱՄՆ Գերագույն դատարանի պալատի անդամ, ով ունի ԱՄՆ իրավապահ եւ արդարադատության համակարգերում աշխատանքի հարուստ փորձ։ Նրա կարիերան ընդգրկում է ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմի աշխատանքը, ինչը նրան տալիս է բացառիկ պատկերացում դատախազության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դաշնային քրեական գործերի վարման, դրա դեմ արդյունավետ պաշտպանություն կառուցելու եւ վստահորդների շահերը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես դաշնային քրեական գործերով փաստաբան, նրա մասնագիտացումը ընդգրկում է ֆինանսական խարդախությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությանը վերաբերող գործեր, այդ թվում ռիկո գործեր, բանկային եւ էլեկտրոնային խարդախություններ, փոստային եւ արժեթղթերի խարդախություններ, առողջապահական եւ ապահովագրական խարդախություններ, հողերի լվացման գործեր, անձնային տվյալների գողություն եւ ֆինանսական հանցագործություններ։ Նրա առաքելությունն է պաշտպանել իր հաճախորդների ազատությունը, հեղինակությունն ու ապագան։ Flaming Flavor շաուրմա, միայն թարմսից պատրաստող հյութալի ու անմահական շաուրմաներ, հավի, տավարի, խոզի, կոմբո պլեյթեր, 6 ու 12 հոգու համար նախատեսված, սալատների տեսականի, լցոնած կարտոֆիլ ու ածուխի վրա պատրաստվող անմահական խորոված ու հյութալի քյաբաբ։ Կարող եք պատվիրել Grubhub, DoorDash եւ Uber Eats տարբերակներով։ Կարող եք նաեւ համենալ մեզ մոտ ու ճաշակել հենց տեղում։ Flaming Flavor շաուրմա, Երևանյան հավն ու բույրը գլնդելում։ Flaming Flavor, երբ ուտելն իսկական հաճույք է։ Lexi Primer, ձեր մեքենայի լավագույն բժիշկը։ Ձեր մեքենան միայն հարմարավետության միջոց չէ, այն ձեր կյանքի ապահովությունն է, ու մենք դա հասկանում ենք։ Lexi Primer Body Shop-ը առաջարկում է ամբողջական խնամք ձեր ավտոմեքենայի համար, արագ, որակյալ եւ վստահելի։ Ներկման եւ վերանորոգման բարձր որակ, մասնագետների թիմ, որը հոգում է ամեն մի դետալի մասին։ Ժամանակի խնայողություն եւ հարմարավետ սպասարկում։ Lexi Primer, զանգեք մեզ կամ եկեք անձամբ տեսնելու տարբերությունը։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Հա? Նատալի մամետ ուրա։ Ո՞նց է գնացել։ Խանութա գնացել։ Քուրդ ուրա։ Չգիտեմ։ Դու չգիտես։ Ձե որ ես արթնացա, ինքը արդեն չկար։ Երևի աշխատանքի է գնացել։ Նա իր աչքերից մեջ։ Դու չգիտես։ Չէ, չգիտեմ։ Նատալի արագ ասա որտեղ է Սոնան, որովհետև մենք երթում ենք Թեհրան։ Ո՞նց է գնում ենք։ Հենց այդպես։ Դուք եք գալիս։ Ես այս երկրում երեխա թողնողը չեմ։ Չեմ թողնի։ Պապ, լավ էլի։ Լավ էլի չկա։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես տուն չես գնացել։ Ժամանակ չկա, աշխատել է պետք։ Էլի աշխատենք։
Բայց այդ կաշառք տալու պահը ինչ ենք անելու։ Միշտ լուծում գտնվում է։ Այսինքն, Այդ Ալեքսը չի առաջարկել, ենք էլ նա առաջարկել չէ։ բայց Ալեքսի համար արել, չէ։ Ամեն մարդ պատասխանատու է իր արարքի համար։ Այսինքն դու դրա լուծումը գտել ես, որ շփտում ես։ Գտել եմ։ Իսկ ֆեյք ամուսնության պահը Այդ դրա համար Ալեքսը պետք է կրի իր պատիժը։ նստելու է։ Չէ, հանրային աշխատանք անելու։ Դուք թողես, որ գործը դրան հասնի։ Հակառակը ամեն ինչ կանեմ, որ իրեն խրատ լինի։ Բայց մեզ երկար ու ծանր դատավարություն է սպասվում։ Հույսով եմ, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի։ Եթե դու հանգիստ ես, Դատը միշտ անկանխատեսելի է, ռիսկը միշտ կա։ Օպլա։ Կլինի ինձ մենակ թողնես։ Չէ, իհարկե չի լինի։ Դու էլի տանջվում ես։ Չեմ տանջվում։ Ավելի շատ ներվայնանում եմ։ Ներվայնանում եմ, որ հիշում եմ, որ դու եկար ու ամեն ինչ փչացրեցիր, որովհետև եթե դու չլիներ, ես վաղուց Ալեքսին ինձանով էի արել հիմա։ Լսի, Ալեքսի մոտ դու 2 տարի աշխատում էիր։ Ինքը քո վրա մի անգամ չնայեց։ Ճիշտ ես։ Ու էդ էլ հերիք չի, հիմա էլ գործս կորցրեցի։ Սի գործը ինչ ես անում։ Դու այնքան փող ունես, որ հիմա ուզածդ գործը կարաս դնես։ Չէ։ Ինչը չէ։ Ես որոշել եմ այդ գումարը հետ տամ Ալեքսին։ Չէ, դու լրիվ գժվել ես։ Չեմ գժվել։ Ուղղակի խելքս գլուխս է եկել։ Ու ես պարզ գիտակցում եմ, որ ես մեր պայմանավորվածությունից ոչ մի բան չեմ արել, ու դա արդար չի։ Այդ խելքով ոչ միտեղ չես հասնի։ Չանես տենց բան։ Անելու եմ։ Եթե դու այդ փողերի ձեռքը կրակն ես ընկել, դու ես կպահեմ։ Հեսա մի քանի օրից էլ դատնա։ Ու ես որպես վկա պետքա խոսեմ։ Չգիտեմ ինչ եմ անելու, շատ եմ վախում։ Այդ վախենալու է։ Մեզ փաստաբանա պետքա փաստաբան վարձենք, որ հասկանամ ինչը կարելի է ասել, ինչը չէ։ Ինչը քեզ ձեռ է տալիս, էդ էլ ասա։ Ես էլ չեմ ուզում քեզ լսեմ։ Դե հա, որ քո լավն եմ ուզում դրա համար, չէ։ Չէ, որովհետև դու միշտ ամեն բան հակառակն ես անում, ու որտեղ դու կաս, այդ ամեն ինչը փչանում է։ Էսեք ավելի։ Նենց հարաս աստղ չերևա։ Կլինի գնաս։ Չէ, չի լինի։ Ես ոչ միտեղ չեմ գնալու։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես դու էլի մտքերով ես։ Կարաս կենտրոնանաս ախպեր։ Այսօր այնքան գործ ունենք անելու։ Հələ պիտի Ալեքսին էլ տենանք։ Դու հասկանում ես մի քանի օրից այդ տղու դատն է։ Դու Նատալի նոր տան հասցնում ես։ Ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Չէ, չունեմ, չգիտեմ։ Կարաս մտ Ալեքսից հարցնես։ Չէ, չեմ կարա։ Իսկ դու կարաս ընդհանրապես կպնես քո գործերին։ Հələ նա ինչքան մեքենա ունենք։ Չէ, ես չկամ այսօր սաղ դու պիտի կազմակերպես մնաս ստե տիրություն անես։ Ես գնում եմ Նատալիին տենամ։ Սպասի հələ։ Չեմ կարա սպասեմ, սպասում եմ արդեն գնացի ես։ Գործը թողեց վրես։ Բարելիս կյանքս։ Բայլս լավ քնեցիր։ Չեմ։ Լավ չեմ քնել, անընդհատ արցնանում էի։ Նայում եի քեզ ու մտածում եմ ինչքան երջանիկ եմ, որ դու կողքին ես։ Բայց ինչքան երջանիկ եմ։ Անկեղծ ինձ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Միայն ամեն առավոտ արթնանամ քո կողքին ու ամեն գիշեր քնեմ քո գրկում։ Ես ինձ հերիք է, որ աշխարհը շուտ տամ։ Աշխարհը շուռ մի տուր։ Ամեն ինչ արա, որ դատդ լավ անցնի։ Ու միշտ իմ կողքին լինես։ Դրանից ավելի ինձ ոչ մի բան պետք չի։ Սոմ, դատավարությունը անիշ կարա լինի։ Ինչ էլ լինի, իմացի, որ ես քո հետ եմ, քո կողքին։ Ու ես քեզ կսպասեմ ինչքան որ պետք լինի։ Այդ հիմա ինչ ես ինձ ասում։ Ուղղակի որ իմանաս։ Ոնց կուզեի, որ ես ամենը չլիներ, բայց պատմության մեջ ընկած չլինի։ Ու մեր համատեղ կյանքը սենց պրոբլեմներով չսկսեինք։ Հիմա կա այն ինչ որ կա։ Բայց մյուս կողմից էլ ուրախ եմ, գիտես։ Ուրախ ես։ Ինչի համար ես ուրախ։ Ուրախ եմ, որ սենց բան եղավ, ու սենց բանի մեջ եմ գա։ Նեղության ժամանակ էլ մարդը ճանաչում։
Ուզում ես ասել ես փորձությունը։ Մեր քնությունն է Աստծո առաջ։ Վայ, բարև, Ռուբինե ջան, ո՞նց ես։